Բարև ձեզ։ Մենք շարունակում ենք խոսել 2026-ին սպասվող փոփոխությունների մասին։ Անշարժ գույքի փորձագետ Լևոն Կոստանյանի հետ մենք այսօր զրուցելու ենք ոլորտի ակնկալիքների մասին։ Շնորհակալություն հրավեր ընդունելու համար։ Շնորհակալ եմ, բարև ձեզ։ Եվ այսպես 2025-ը մեծ հաշվով անկանխատեսելի տարի էր։ Տատանումների, ներդրումների առումով ինչ սպասենք 2026-ին։ Կարող ենք ասել, որ 2025-ը ըստ էության նախերգանքի 2026-ին սպասող փոփոխությունների համար։ Եթե սկսենք վերլուծել անցած տարին, պետք է նշենք, որ 2023 թվականի երկրորդ կիսամյակից դեռ որոշ սեգմենտներում անշարժ գույքի էական նվազում տեղի ունեցավ, սակայն եթե գների նվազման մասին է խոսքը, սակայն եթե բաժանենք անշարժ գույքի նշանակության, տարբեր օբյեկտների գներ տարբեր փոփոխության են ենթարկվել, ունենք մեծ սեգմենտ անշարժ գույքի շուկայում, որը նույն գնաճը արձանագրել է, ու եթե խոսենք 2025-ի մասին, գների փոփոխություն էական տեղի չունեցավ, որոշակի սեգմենտներում փոքր-ինչ գները նվազեց։ Բայց եթե խոսենք օրինակ հողամասերի մասին, կառուցապատման ենթակա, որ սեգմենտները նկատի ունենք, որտեղ գները նվազել են։ Նույնիսկ բնակելի սեկտորը, եթե բաժանենք առաջնային, երկրորդային շուկայի, առաջնային շուկայում, նորակառույցների շուկայում պրեմիում դասի գույքի ակնհայտ գներ չի իջել, սակայն երկրորդային շուկայում եւ որոշ էկոնոմ եւ ստանդարտ դասի գույքի համար նորակառույց բնակարանների որոշակի նվազում դիտարկվեց այս տարի, որը մեր դիտարկումներին համապատասխան 10-ից 15% կազմեց, սակայն հիմնական սեգմենտներում պրեմիում դասի եւ նաեւ օրինակ հողամասերի շուկայի եթե անդրադառնանք, ստեղ էական նվազում չի եղել ու նաեւ որոշ հատվածներում էլի գնաճը մինչ օրս շարունակվում է։ Դրա համար խոսելով անշարժ գույքի շուկայի մասին, կուզեմ բաժանենք հենց այն սեգմենտներին, որտեղ սեգմենտներ ունենք շուկայում, որտեղ գնաճը որոշակիորեն նույնիսկ շարունակվում է, բայց գույքի տեսակներ ունենք, որ ակնհայտ նվազում տեղի է ունեցել, ու մենք կարծում եմ 2026-ին կախված տվյալ սեգմենտի վրա ազդող գործոններից կունենանք համապատասխան փոփոխություններ, չեմ ուզում հիմա հստակ կանխատեսումներ անել, բայց այդ տենդենսը կշարունակվի։ 2026-ին գույքը հարկը թանկանում է, բարձրանում է հարկերը եւ 100%-ով, եթե այս դեկտեմբերից մարդիկ վճարում են 75% բարձր, 2026-ին արդեն 100%-ով բարձր գույքը հարկ են վճարելու։ Հատկապես կենտրոնի բնակիչների համար դա ծանր բեռ է լինելու, ինչ կարող են ենթադրել 2026-ին կարող է անշարժ գույքի գների իջեցում դիտվել, հաշվի առնելով, որ մարդկանց մի խումբ կա, պարզապես իզորու չի լինելու գույքը հարկ վճարել։ Եթե այո դիտարկենք այդ սեգմենտը, որ պետք է ծախսերի մեծացման պատճառով շուկայում ներկայացնի գույքը վաճառքի, բնականաբար հնարավոր են նման, ասենք, դեպքեր, զարգացումներ, սակայն նույն կենտրոնի անշարժ գույքի շուկայի բնակելի անշարժ գույքի շուկայի վրա ազդող գործոնները այնքան շատ են, որ մի այդ գործոնով չի, որ գների աճ կամ նվազում է դիտարկվելու, նորից եմ ասում, կենտրոնի բնակելի գույքը, բնակելի նշանակության նույնպես բաժանված է տարբեր սեգմենտների, պրեմիում դասի, երկրորդային շուկայի որոշ հատվածների ու տեղակայման հետ կապված, քանի որ վերջին տարիներին տեմպերը շինարարության եւս աճել են, բայց օրինակ կենտրոն համայնքում ակնհայտ աճ, նոր նախագծերի շատ մեծ աճ մենք չենք տեսնում, դրա համար այնպես չի, որ այդ առաջարկը, որը պայմանավորված լինի գույքը հարկի այդ 100% վճարմամբ, կարող է գների նվազման կամ նույնիսկ գների աճի ինչ որ հանդիսանալ գործոն։ Մի գործոնով չի որոշվում, ու մենք եթե այսօր խոսենք հենց կենտրոնի բնակելի սեգմենտի գների մասին,
կենտրոնում պրեմիում դասի արժեզրկում տեղի չունեցավ վերջի տարվա ընթացքում, որովհետև երևի թե բարձր կարգի նախագծերը այսօր իրականացվող այդքան էլ շատ չեն կենտրոնում եւ եթե խոսենք առաջնային շուկայի նորակառույցների մասին, գները բավականին բարձր են եւ ակնհայտ նվազման տենդենց նույնիսկ ես չեմ ակնկալում 2026 թվականին, բայց մենք ունենք բնակելի նշանակության օբյեկտներ կենտրոնում, որոնք երկրորդային շուկայի եւ որոշ տեղակայումներով, որոնք այսօր արժեզրկում են գրանցել։ Շինարարության մասով ինչ կասեք, նշեցիք, որ ակտիվ շինարարություն է ընթանում եւ տեմպերը չեն թուլացել, 2026-ին կշարունակվի այդ միտումը։ Շինարարության տեմպերը կարծում եմ նույնպես պետքա բաժանենք տեղակայումներին, լավ, այն գոտիներում, որտեղ մենք ունենք գոտիներ, որտեղ քաղաքաշինական փաթեթների արժեքները ակնհայտ բարձրացել են ու տնտեսապես արդյունավետ չի այդ գոտիներում կառուցապատումը, բայց այդ բոլոր գործոնները հիմք հանդիսացան նրան, որ քաղաքամերձ համայնքներում տեմպը շինարարական ավելի ակտիվանա եւ այստեղ մենք այո ակտիվ շինարարական ընթացք ունենք եւ տարբեր նախագծեր ունենք Աբովյան քաղաքում, նաեւ Երևան քաղաքի սահմանային հատվածներում արդեն արտաշատում են մի քանի նախագծեր իրականացում ու կարծում եմ, եթե ընդհանուր անշարժ գույքի շինարարական աճի այդ գործընթացների մասին խոսանք եւ կառուցապատման, այո, կարծում եմ շարունակվելու է կառուցապատման տեմպը, որովհետեւ նաեւ պետքա դա էլ հաշվի առնենք, տեխնոլոգիաները ժամանակակից թույլ են տալի ավելի արդյունավետ տնտեսապես ցածր գներով շինարարություն իրականացնել եւ մինչեւ 2024 թվականի վերջ որոշակի վարձավճարների գների աճը դեռ շարունակվում էր, բայց ուսումնասիրելով այսօրվա շուկայական տվյալները մենք տեսնում ենք, որ բնակելի սեգմենտում, բնակելի սեկտորում իրոք վարձավճարի շուկայական արժեքները նույնպես նվազել են եւ կարծում եմ հենց պահանջարկի վրա ազդող տարբեր գործոնների հիման վրա մենք եւս հնարավոր է ունենանք եւս որոշակի արժեզրկում վարձավճարների մասով, սակայն դա բնականon է, քանի որ մեծ առաջարկը շուկայում մնում է եւ պահանջարկի որոշակի նվազում տեղի ունեցավ։ Մարդիկ ավելի շատ անշարժ գույք են գնում ներդրման համար, ներդրումների համար, թե սեփական բնակության համար, ինչ եք կարծում։ Եվ ինչ միտում կարող է լինել 2026-ին։ Ընդհանրապես անշարժ գույքի շուկայում կան օբյեկտներ, որոնք հենց դիտարկում են ներդրումային տեսանկյունից, դրանք կարող են լինել եւ բնակելի անշարժ գույքի օբյեկտներ եւ հասարակական, դա կախված է նախ այն բնութագրիչներից, որը անշարժ գույքը ունի։ Մասնավորապես մեր բնակելի սեկտորում ինվեստիցիոն գույք են հանդիսանում հիմնականում կենտրոնին եւ կենտրոն հարող մյուս համայնքներում տեղակայված բնակելի անշարժ գույքը։ Այսինքն ինչ մարդիկ գնում են բնակարանը եւ վարձակալության են տալիս այդ տարածքը։ Այդ եկամտաբերությունը, այսինքն կապիտալիզացիան ակնկալվող եկամուտները այդ բնակարաններից բավականին բարձր է ու մինչև հիմա պահպանվում է, այսինքն այդ հարաբերությունը բնականի արժեքի եւ ակնկալվող եկամուտների արդյունավետ է դեռ։ Եթե համեմատեք 2025-ին, 25-ը եւ 2024-ը նախորդ տարին, ինչ տպավորություն կա, մարդիկ շարունակում են ակտիվ գնել էլի ներդրումներ անելու նպատակով, թե մի տեսակ նվազել է, թուլացել է։ Դե բնականաբար որոշակի արժեզրկումը վարձավճարների արժեքի, այդ տենդենսը ներդրումների համար բնակարան գնելու որոշակի նվազել է, սակայն մենք ունենք սեգմենտներ հիմա, որ շարունակում են այդ ներդրումները բնակելի սեգմենտում ու բավականին արդյունավետ եկամուտներ են ստանում հենց բնակարանների վարձավճարներից։ Որոշակի նվազում դիտարկվել է նաև հասարակական տարածքների, օբյեկտների վարձավճարների արժեքի մասով,
Սակայն մենք ունենք եւս նորից եմ կրկնվում որոշ տեղակայումներ, փողոցներ, որոնք մշտապես ունեն մեծ պահանջարկ եւ այդ հատվածներում գրեթե թե բնակելի անշարժ գույքի համար, թե անշարժ գույքի հասարակական կայուն բարձր են։ Ու մենք չենք տեսնում, որ ասենք այդ հատվածներում նվազումը լինի ու գների որոշակի պահպանում կա ու նույնիսկ արժևորվում են այդ սեգմենտներում անշարժ գույքը։ Եթե ընդհանրական ասեմ, առանց բաժանելու շուկան սեգմենտների ըստ նշանակության օբյեկտների, որովհետև արդյունաբերական օբյեկտները լրիվ այլ տենդենս ունեն այսօր։ Հողամասերը բնակելի հասարակական կառուցապատման այլ տենդենս ունեն գնային։ Դուք երկար ժամանակ այս անշարժ գույքի շուկայում եք, այս ոլորտի քաջագիտակ մասնագետներից եք եւ ենթադրում եմ, որ վիճակագրություն նաեւ ունեք։ Այսօր պահանջարկը ավելի շատ ինչի պահանջարկ կա վարձակալության տրվող բնակարանների թե վաճառվող բնակարանների գնում են ավելի շատ թե վարձակալում են 2025-ի համար մեր փորձից ելնելով մեր ընկերության ավելի շատ մեր դիտարկումները ցույց են տալիս, որ ավելի շատ հիմնական ներդրումներ կատարվող բնակարանների համար շատ գործարքներ չեն եղել, եթե խոսքը գնում է բնակելի սեկտորի մասին։ Սակայն եթե խոսենք հասարակական օբյեկտների եւ այլ նշանակության օբյեկտների, որոնք ավելի շատ ներդրումային են եւ եկամտաբեր անշարժ գույք են, այդտեղ բավականին մեծ պահանջարկ կա հենց նման օբյեկտների ձեռք բերելու ապագայում եկամուտ ստանալու նպատակով։ Բնակարանների մասով որոշակի նվազել է պահանջարկը, բայց նորից եմ ասում, սեգմենտներ կան, շենքեր կան, որտեղ մշտապես սեգմենտ ասելով դու նկատի ունեք հասցեներ, այո։ Ճիշտ եմ հասկանում։ Եվ հասցեներ եւ գույքի տեսակներ։ Այսինքն կոնկրետ տեղակայումներով նորակառույցներ, որոնք ունեն բարի համբավ շուկայում, մշտապես մեծ պահանջարկ կա այդտեղ բնակվելու ու նաեւ վարձակալելու տվյալ շենքերում։ Եթե ամփոփենք 2026-ին ինչ ռիսկեր կարող է լինել անշարժ գույքի շուկայում։ Ռիսկերը անշարժ գույքի շուկայում տարատեսակ են, քանի որ անշարժ գույքը ինքնին հանդիսանում է այն գույքը, որը ցանկացած քաղաքական, իրավական, տնտեսական ազդեցություն ուղղակիորեն անդրադառնում է որպես ինդիկատոր անշարժ գույքի շուկայի վրա։ Դրա համար ռիսկերի մասին խոսել հիմա, եթե 1-2 ռիսկով ապահովել, ասենք շուկայի բնականոն աշխատանքը կամ գների աճը, դա տենց չի։ Կարող է մեկ իրավական օրենսդրական ակտ ուղղակիորեն ազդի անշարժ գույքի գների վրա։ Օրինակ այսօր մեծ պահանջարկ կա մեր Արցախի հայրենակիցների կողմից սերտիֆիկատներով նրանք գնում են որոշ տեղակայմամբ բնակելի գույք ու տեղ ակնհայտ արժևորում է գրանցվել, օրինակ Էջմիածին քաղաքում, այլ Արմավիրի հատվածներում, գյուղերում, որտեղ որ մեծ պահանջարկ կա հենց այդ գնային սահմանի անշարժ գույքի օբյեկտների համար։ Լավ։ Դրա համար ռիսկերը, որ գնահատենք, որ ասենք այս գործոնի արդյունքում, չգիտեմ, ուկրաինական, ռուսական կամ մեկ այլ կարող է ուղղակիորեն ռիսկերը ավելանալ կամ նվազել, հնարավոր չի նման կանխատեսում անել, նամանավանդ նորից եմ կրկնվում, ամեն նշանակության գույքի վրա այդ գործոնները տարբեր ձևով են ազդում։ Եթե բնակելի սեգմենտում հնարավոր է աճ այսօր Արմավիրի մարզում, նույն սեկտորում հնարավոր է, ասենք, գյուղ նշանակության հողերի մասով պահանջարկը նվազի։ Լավ, ոչ միշտ է, որ բոլոր նշանակության անշարժ գույքի օբյեկտների համար միանշանակ աճ է գրանցվում։ Այն հատվածներում, որ ունենք ակտիվ շինարարական գործընթացներ, բնական է հողամասերի մասով պահանջարկը ավելանում է։ Հիմա այդ սեգմենտներում, որտեղ որ ներդրումներ չեն իրականացվում, բնական է հողերի պահանջարկը նվազում է։ Լավ, ամեն դեպքում ուզում եմ ասեմ, ռիսկերը տարատեսակ են եւ պետքա փորձենք ամեն դեպքում հետեւել այն իրադարձություններին ու նաեւ
սեգմենտավորել, թե ինչ ազդեցություն ունի յուրաքանչյուր մասում շուկայի ամեն մի գործոն, թե իրավական, թե քաղաքական, թե տնտեսական, չեմ կարծում, որ կարող են անշարժ գույքի շուկան այն շոկի ենթարկել, որ ունենանք, ասենք, 30-40% գների արժեզրկում կամ արժևորում, ասենք, նույն չափով։ Իսկ ինչ վերաբերում է այն արժեզրկմանը, արժևորմանը, որը որ 10-15%-ի չափով է, նորից եմ ասում, մենք ունենք այսօր շուկայում սեգմենտներ, որ 10-ից 15%-ի չափով մենք արժեզրկում ունեցել ենք ու դա նորմայի մեջ է։ Շնորհակալություն մեր հարցերին պատասխանելու համար։ Մենք խոսում էինք անշարժ գույքի շուկայի փոփոխությունների մասին։ Մեր հյուրը անշարժ գույքի փորձագետ Լևոն Կոստանյանն էր։ Ցտեսություն։